մարդկանց, այն գործիչներին, ում տալիս է հնարավորություն պայքարել իր հայրենիքի համար։ Իրականում դա այդպես է։ Եթե ինչ-որ մեկին թվում է, որ հնարավոր է Գագիկ Ծառուկյանին ընկճել, հնարավոր է ստեղծել մի իրավիճակ, երբ որ մենք վիզներս կախ ման կգանք Հայաստանով մեկ, չարաչար սխալվում է։ Պետք է շատ ուղիղ և վստահ ասել հետևյալը։ Այն գործողությունները, որոնք այսօր տեղի են ունենում Գագիկ Ծառուկյանի հանդեպ, տեղի են ունենում Հայաստանի Հանրապետության ամեն քաղաքացու ուղղությամբ, սա մենք պետք է շատ հստակ և պարզ ֆիքսենք։ Հիշում եք, չէ՞, երբ որ անպագորգոր հայտարարություններ էին անում, չգիտեմ ինչ, ես կանեն, են կանեն և այլն։ Այդ հայտարարություններից հետո, երբ որ պարոն Ծառուկյանին փակեցին բանտում, երկու ուղերձ է եղել։ Եվ երկու ուղերձում էլ դուք չեք գտնի գետ մեկ նախադասություն, որը կվերաբերվի, չգիտեմ, որ պարոն Ծառուկյանը նեղսրտել է հենց անմիջապես, չգիտեմ, բիզնեսի, փողի կամ այլ իր ակտիվների մասով։ Իր նեղսրտության միակ պատճառը եղել է այն, որ տասնյակ հազարավոր մարդիկ Ծառուկյանից, որ վրեժ են հիմա փորձում լուծել, բայց տասնյակ հազարավոր մարդկանց թողեցին դուրսը։ Թողեցին առանց հնարավորություն մարդիկ իրանց տոնը, իրանց ընտանիքները, իրենց բալիկներին տեր կանգնեն։ Սա է շատ կարևոր։ Գիտեք, իրականում ամեն ինչ անցողի կա։ Այս հակահայկական, հակապետական աբսուրդը ավարտվելու է։ Գագիկ Ծառուկյանը լինելու է ազատության մեջ։ Բայց երբ որ այս ամենը ավարտվի, թող ամեն մարդ նայի հայլու մեջ ու իրան պատասխան տա։ Երբ որ երկիրը ծանրագույն վիճակում էր, երբ որ խոսելու համար մարդկանց բռնում են, ով չեն լռում, չեն լռում, Ծառուկյանը, Ծառուկյան, 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 Ծառուկյան։ Պարոն Ծառուկյան, գիտեմ մեզ լսում եք, գիտեմ լսում եք ամեն մարդու, ով այստեղ է, և ոչ միայն այն մարդկանց, ովքեր այստեղ չեն այս կամ այն պատճառներով, իրենց սրտի բաբախումը։ Լսում եք բանկարկումները։ Վստահաբար, նույնիսկ չտեսնելով, բայց նայում եք ամեն մեկիս աչքերի մեջ։ Մենք գիտենք, որ դուք չեք կոտրվի, ուրեմն մենք չենք կոտրվի։ Դուք գիտեք, որ ի վերջո մնում է մարդու ետևից, յուրաքանչյուր մարդու ետևից իր արածը։ Այս պարագայում կարելի ասել միայն մի բան։ Այս պայքարը, այս գործընթացը, այս պայքարը ինքը բոլորիս համար մեծագույն պատիվ է։ Պատիվ, որովհետև հայ մարդը ընկճված չի կարող լինել, հայ մարդը վիզածրաշ չի կարող լինել, և հայ մարդը չի կարող վախենալ։ Ազատություն! Ազատություն! Ազատություն!